Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով զրուցելու է Իրանում լույս տեսնող Արաքս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Իրանի հարցերով մասնագետ Մովսես Քեշիշյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քեշիշյան։ Բարև ձեզ։ Պարոն Քեշիշյան, ուզում եմ անդրադառնանք վերջին օրերի իրադարձություններին, Միացյալ Նահանգների կողմից հնչող սպառնալիքներին Իրանի դեմ, նախ որքանով են ռեալ այդ սպառնալիքները, որ իսկապես կարող են լայնամասշտաբ գործողություններ սկսվել, եւ առհասարակ այս սպառնալիքների ու Թրամփի քաղաքականության ֆոնին ինչպիսի տրամադրություններ կան Իրանում, ինչ կարող եք փոխանցել։ Իհարկե ամենայն դեպս չի կարելի, այսպես ասած, այդ գոյություն ունեցող վտանգ կամ հավանականությունները ամբողջովին հերքել, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ Թրամփի հայտարարությունները ավելի շուտ ռետորաբանություն են, ինչպես նաև Իրանի կողմից հնչող պատասխան ելույթները, որովհետև դրանք փոխադարձ հայտարարություններ են հնարավորինս շատ բանակցությունների սեղանի վրա ինչ-որ բան կորզելու առումով։ Տեսեք վերջին հաշվով ինչ կա եւ ինչ պիտի դրվի բանակցությունների սեղանին որպես այսպես ասենք առևտրի նյութ, որն է դա, այստեղ առաջին հերթին կա Իրանի միջուկային, այսպես ասած, ընդհանուր ծրագրի եւ նաեւ դեպի միջուկային զենք գնալու հավանականության խնդիրը, իսկ Ամերիկայի կողմից արդեն իսկ գործադրված սանկցիաները, պատժամիջոցները եւ այլն եւ այլն։ Այսինքն սրանք են, որ հիմնականում պետք է սեղանի վրա դրվեն, իսկ դրա կողքին հիմա սպառնալիքներ են հնչում, որպեսզի դիմացինին ավելի հրահրեն, ավելի շուտ, այսպես ասենք, սեղանի վրա նստելու կամ ավելի շատ միավորներ հակառակորդին տալու համար։ Ինչը որ բնականաբար Իրանի կողմից դա չի կարող ընդունվել եւ կարող է նույնիսկ Իրանին լարել դեպի այն ծրագիրը, որ տարիներ անընդհատ կրկնում է ճունի դեպի միջուկային զենք գնալու ընթացք եւ ծրագիր, բարձրավորված դեպի դրան գնա եւ եթե այս նվագով ու այս եղանակով փորձեն շարունակել Ամերիկայից նման հայտարարություններ հնչեցնելու ընթացքը, բնականաբար գուցե Իրանին այլ ճանապարհ չմնա, բացի հենց դեպի միջուկային զենք գնալը։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սա ավելի շուտ հենց նախաբան է երկխոսությունների համար, այսինքն Թրամփը որպես լավ հմուտ առևտրական փորձում է թանկ ծախել իր ունեցվածքը եւ հնարավորինս էժան առնել դիմացինի ունեցվածքը։ Իրանն էլ գնահատելով այդ մոդեցումը նույն կերպով է մոտենում հարցին եւ փորձում է իր ունեցվածքը հնարավորինս թանկ սեղանի վրա դնել եւ էժան դիմացինի ունեցածը գնել։ Սա է խնդիրը։ Պարոն Քեշիշյան, նաև միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես Reuters-ը գրել էր, որ Խամենեին բարձր պատրաստվածության է զինված ուժերին հրահանգել լինել։ Ձեր կարծիքով քանով է մոտ այս տեղեկատվությունը, ընդհանրապես տեղական մամուլը ինչ է գրում այս մասով, իսկապես այսպես ռեալ վտանգներ կան ղեկավարության կողմից։ Անկախ վտանգից ամենայն դեպս նման պատրաստություններ տեսնվում է ցանկացած երկրի կողմից, երբ որ ամենայն դեպս կան հավանականություններ, ըստ այդ մել քայլեր լինում են, կամ նույնիսկ դիմացինին հասկացնելու համար որոշակի հայտարարություններ լինում։ Տեսեք, նման հայտարարություն է հնչում, բայց եւ օրինակի համար, եթե նայենք Իսրայելի քայլերը եւ այն մեր ջանքը, որ թափում է Իսրայելը Ամերիկային Իրանի հետ կռվի մեջ ներքաշելու առումով, նույն այստեղ Իրանում մենք տեսնում ենք կարծր դիրքեր ունեցող շրջանակների կողմից արտարծվող մոտեցում։ Այսինքն գալիս են այնպիսի հայտարարություններ են անում, որ երբեմն լրիվ այլ դաշտ ուզում են փոխադրել հարցը, այսինքն մարդը հնչեցնում է այնպիսի հայտարարություն, որ այո պետք է ջախջախել Թրամփի գլուխ։ Նման հայտարարությունը իհարկե շատ արագ եւ ճիշտ կերպով պատասխան ստացավ Իրանի մշակույթի եւ առաջնորդության նախարարության կողմից, զգաստության հրավիրեցին այդ թերթին, որը նման բաներ հրատարակել, ուզում եմ ասել, որ իրանական կողմը բանակցություններին այո ասել է, բայց նկատի ունենալով ամերիկյան դիրքորոշումը, մոտեցումը եւ
չափից ավել երևի պահանջկոտ լինելու փաստը, բնականաբար Իրանն էլ փորձում է նախ եւ առաջ վստահություն ձեռք բերել, թե Ամերիկան որքանով է պատրաստ երկխոսության։ Եվ դրա համար էլ պատրաստ չեղավ ընդունել ամերիկյան ուղղակի բանակցությունների առաջարկը, որովհետև սպառնալիքների դաշտում բանակցություններ բնականաբար դժվար թե հնարավոր է իրականացնել եւ անընդունելի է։ Եվ այդ անընդունելության մեջ չի կարելի նման ընթացքի գնալ եւ Իրան մեր չէր գնալու եւ չէր պատրաստվում գնալ, բայց եւ նույն ժամանակ հայտարարելով, որ անուղղակի բանակցությունների պատրաստ է, կարծում եմ ցույց տվեց, որ Իրանը ամենայն դեպս դրական կարծիքի է, դրական մոտեցում ունի բանակցությունների եւ երկխոսության առումով։ Եվ դեպի դրան կգնա, ես չեմ կարծում, որ այսօր պատերազմի վտանգը շատ այսպես մոդ է, բայց այնուամենայնիվ երկրների պարտականություններն, իշխանությունների, պետությունների պարտականություններն է իրենց ժողովրդի անվտանգությունը, երկրի անվտանգությունը ապահովելու համար նման քայլերի գնան եւ պատրաստվածությունների բերեն եւ զինված ուժերը եւ ինչու ոչ նաեւ ժողովրդին։ Այդ առումով ես ձեզ նաեւ հիշեցնեմ, որ այս օրերին տարբեր իրանական շրջանակներ, մտավորականներ մոտ 400 ստորագրությամբ հայտարարություն հրապարակեցին, որում հստակեցրին, որ իհարկե իրենք խաղաղության կողմնակից են, պատերազմ չեն ցանկանում, բայց այնուամենայնիվ եթե որևէ պատերազմ պիտի սկսվի, վստահաբար բոլորը ելնելու են Իրանի պաշտպանության դիրքերի մեջ։ Պարոն Քեշիշյան, նաև մեր տարածաշրջանին անդրադառնանք, կասկած է, որ որքան էլ ուղիղ կերպ սա մեզ չի առնչվում, բայց անուղղակի ազդեցություն լինելու է, հատկապես Հայաստանի համար, որը շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է եւ հենց մեր զրույցից րոպեներ առաջ նորից Ադրբեջանը հայտարարություն տարածեց, թե իբրև հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ, իրենք պատասխան գործողություններն արել վերջին օրերին, սա Ադրբեջանի այսպես դարձել է սովորական առօրյանս հայտարարություններ տարածելը։ Հնարավոր է արդյոք Հայաստանի դեմ լինեն գործողություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, օգտվելով նրանից, որ Իրանը այսպիսի խառը վիճակում է։ Այսօրվա վիճակով իհարկե այսօրվա պայմաններում ոչ, բայց պատերազմի սկսվելու կամ ամենայն դեպս պատերազմի գոյության դեպքում դա շատ հնարավոր է եւ դրա վտանգը կա եւ պետք է դրան պատրաստ լինել, որովհետեւ կարծում եմ ամենայն դեպս Իրանի ներկայությունը որպես տարածաշրջանում այն միակ երկիրը, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները իր համար համարում է կարմեգիտ, կարևոր, այսպես ասենք, զսպիչ ուժ է Ադրբեջանի եւ թուրքական նկարտումների դեմ։ Եվ եթե որևէ պատերազմ ամենայն դեպս ծավալվի Իրանի դեմ, կարող է խաթարել եւ Իրանի վիճակը եւ ադրբեջանական նկարտումները կարող է գրգռել ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաեւ Իրանի, որովհետեւ Իրանի համար Իրան-Հայաստան սահմանը շատ կարևոր կետ է եւ այդ առումով իրենք տարբեր ձևերով, տարբեր միջոցներով հասկացնել են տալիս ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ադրբեջանին եւ այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանին կտրել Իրանից եւ այսպես ասած Զանգեզուրյան միջանցք չագերդյալ կյանքի կոչել, դրանք կարծում եմ այդ բոլորը հաշվի առնելով պետք է ընդունել, որ Իրանի որևէ կերպ պատերազմի մեջ հայտնվելը կարող է վտանգել նաև Հայաստանի վիճակը։ Իսկ ձեր դիտարկմամբ Հայաստանը ինչպիսի մարտավարություն պետք է ունենա այս փուլում, երբ մենք մի կողմից շատ բարդ վիճակում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով, փորձում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները կարգավորել, մյուս կողմից Իրան, որը ինչպես դուք նշեցիք, տարածաշրջանում միակ երկիրն է, որ ճանաչում է Հայաստանի սահմանները եւ բավականին բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք։ Ես կարծում եմ ավելի կարելի է խորացնել Հայաստան-Իրան հարաբերությունները, արդեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որպես բազմավեկտոր քաղաքականություն, իր կարևոր դերակատարությունն ունի ադրբեջանական կողմին զսպելու մեջ, Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը նաև անվտանգային եւ ինչու ոչ նաև այսպես պաշտպանական առումով կարող է ել ավելի ազդեցություն ունենալ եւ կարևորվել։
տեսեք հակառակ Իրան-Ադրբեջան այդ հայտարարություններին, հռետորաբանություններին, իրար դեմ որոշակի հայտարարություններ տարածելուն եւ այլն եւ հարաբերությունների մեջ որոշակի լարվածությունների գոյությանը Իրանը եւ Ադրբեջանը ունեցան ռազմափորձեր Թեև սահմանափակ, բայց կարծում եմ Հայաստանն էլ ունի հնարավորություն որոշակի քայլերի գնալու եւ կարելի է այդ առումով անել գոնե նախաքայլեր եւ ցույց տալ, որ երկու երկրները ոչ միայն քաղաքական հայտարարություններով են իրար կողքի, այլ նաեւ անվտանգային եւ կարող են լրացնել իրար այդ առումով, որովհետեւ երկու կողմը ոչ միայն Իրանն է ճանաչում Հայաստանի սահմաններ, որպես կարծիքից այլ նաև Հայաստանը եւ իսկապես դա կարող է լավ ազդեցություն ունենալ իրանական կողմում եւ բնականաբար ավելի կարող է զգաստացնել ադրբեջանական կողմին, որով են նման քայլի դեպքում տեսեք օրինակի համար Իրանի հենց հյուպատոսարանի ներկայությունը Գաբանում շատ բաներ գարզում են փոխել տարածաշրջանում եւ ոչ միայն Իրանի հայտարարություն, այսինքն եթե բոլորը բերում ենք իրար կողքի, ավելի եւ ավելի հարստացնում են այդ առումով։ Եվ վերջին հաշվով նաև հիշատակեմ մի կարևոր կետ վերջերս Հայաստանի հանրային հեռուստատեսության լրագրողներն էին Թեհրանում, որոնք հարցազրույց ունեցան Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալ քաղաքական հարցերով տեղակալ պարոն Թախտռավանչու հետ, որ մի կարևոր կետ հնչեցվեց այնտեղ, որը մինչև հիմա այդպես էլ իրանական կողմից չէր հնչել։ Հայաստան-Իրան Եվրամիության հարաբերությունների մասին է։ Այնտեղ միշտ Իրանը խոսում է, որ երրորդ երկրների ներկայությունը չենք ընդունում տարածաշրջանում, բայց երբ որ Եվրամիություն Հայաստան հարաբերությունների մասին հարցը հնչեց, պարոն Թախտռավանչին պատասխանեց այսպես, որ մենք չենք խառնվում մյուս երրորդ երկրների, այս դեպքում հիմա Հայաստանի ներքին հարցերին եւ որոշումներին։ Դրական ենք տեսնում Հայաստան-Եվրամիության հարաբերությունները եւ կարծում ենք այդ հարաբերությունների ստեղծվելը նույնիսկ կարող է առիթ տալ եւ առիթ ստեղծել Հայաստան-Իրան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Այսինքն որոշակի դրական տեղաշարժ հարցերի մեջ։ Բնականաբար այս կարևոր կետը, որ մենք չպիտի մոռանանք, այսինքն Հայաստանը փոքր երկիր լինելով, գուցե նաև ճակերտյալ հասկացողության թույլ երկիր լինելով հանդերձ, կարևոր դերակատարություն կարող է ունենալ նման հարցերում, այսինքն Իրան-Եվրոպա հարաբերություններում, իր հարաբերություններից եւ ընդհանուր կապերից օգտվելով կարող է իր բարեկամ երկրի համար նոր պայմաններ եւ վիճակներ ստեղծել, որը կարող է շահագրգռել բարեկամ երկրին, այսինքն Իրանին ավելի եւ ավելի Հայաստանի կողքին կանգնելու, ավելի բարեկամական հարաբերությունները ամրացնելու, դյուրացնելու տարբեր ոլորտներում։ Պարոն Քեշիշյան, նաև մի տեսակետ կա, թե Ադրբեջանը սպասում է տեսնի Իրանի հարցերը ինչպես են լինում, նոր իր մարտավարությունը մշակի Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ հնարավոր պատերազմի եւ խաղաղության դեպքում Իրանի ու Միացյալ Նահանգների միջև, դուք ինչ կարծիք ունեք այս մասին, ինչքանով Ադրբեջանը կարող է իր հետագա ռազմավարությունը պլանավորել ըստ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հանգուցալուծման։ Կարծում եմ դա հավանական, անհավանական չէ, նման մոտեցում հնարավոր է, որ Ադրբեջանն ունի եւ սպասում են նաեւ դրան, վերջին հաշվով նայեք այն երկրները, ովքեր որ խոսում են այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ովքեր են եւ ինչ տեսակ դիրքորոշումներ ունեն Հայաստանի մասին, այսինքն Հայաստանի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը։ Այսինքն այդ տարածաշրջանի բոլոր այն երկրները, որոնք իրենց ազդեցիկ դերակատարություն ունեն այդ տարածաշրջանում, Հարավային Կովկասում։ Փաստ է, որ եւ ռուսներն են ցանկանում նման միջանցք ստեղծել, իհարկե իրենց վերահսկողության ներքո, եւ թուրքերն են ցանկանում նման այսպես ասած միջանցք ստեղծել, իհարկե թրքական հասկացողություն։ Այստեղ Իրանը այն կողմն է, որ դեմ է եւ Իրանի թույլատումը բնականաբար ավելի առիթ կտա Ադրբեջանին շարժվելու համար։ Նամանավանդ այս օրերին, երբ որ անընդհատ
ռուսական կողմը մատը թափ տալիս Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների հարցում, մյուս կողմից թուրքական աշխուժությունը տարածաշրջանում եւ Սիրիայում, այս բոլորը որոշակի բան են ստեղծում, այսպես ասած, վիճակ են ստեղծում, որ հաստատել են միտքը, որ ադրբեջանցիք ամենայն դեպս միշտ կարող են այդ վտանգը ստեղծել, միշտ կարող են այդ մտքին լինել, մենք պիտի եւ պատրաստ լինենք եւ զգաստ եւ մեր բարեկամների հետ եւ այս դեպքում նամանավանդ Իրանի հետ ավելի ամրապնդել մեր հարաբերությունները նման վտանգների դեմը առնելու համար։ Շնորհակալություն պարոն Քեշիշյան, մեզ հետ կապ հաստատելու համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ը տեսակապի միջոցով զրուցում էր Իրանում լույս տեսնող Արաքս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Իրանի հարցերով փորձագետ Մովսես Քեշիշյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։